Ой, իսկական ձմեռ։ Հա, նա ինչքան ձյուն է եկել Լիլիթ։ Սիրելի հետևորդներ, բարի լույս։ Այս է իսկական ձմեռը։ Արթնացանք։ Լիլիթն էլ ուրախաց է։ Ձնագնդի խաղալու տրամադրություն ունի։ Մեր շորը ինչ է եղել այստեղ։ Այ ինչքան գեղեցիկ է, տարվա բոլոր եղանակներն էլ գեղեցիկ են։ Մի հատ այս ծառերի վրայի ձյունը նայեք։ Այն մանկությանս տարիներին հենց այսպես էր ծառերի վրային քոն ձյուններ դնում, ճկվում էին ծառերը։ Մենք էլ կանգնում էինք տակը ու ճյուղերը իրար էինք տալիս, ձյունը լցվում էր մեր վրա, մի լավ ուրախանում էինք։ Գեղեցիկ է, չէ՞, մեր վայք քաղաքը։ Երեխաների ուրախությանը չափ չի լինի։ Այսա մի քիչ հետո կտեսնեք, կնկարեմ իհարկե, ինչ եռուզեռը լինելու այստեղ։ Մեր շենքի երեխաներն էլ կխաղան, ես էլ դե կիջնեմ կնկարեմ, կան մարդիկ, որ ձյուն չկա նրանց մոտ, կարոտ են այս տեսարանին ու կամաց դանդաղ ձյունը իջնում է։ Ձյուն, սպիտակ ձյուն, ուրիշ իջիր, դաշտերին ծաղիկները մտել են քուն, հողն է նրանց անկողին։ Բա ինչ է լավ կպնում է, ձյուն կա, որ սենց անում ես ձնագնդի խաղաս, չի կպնում, ճանապարհներն էլ դե տեսնում եք արդեն մաքրել են, բացել են, նոր մեքենան մաքրում էր, ողջ երեկո երևի մաքրում են, աղ ու ավազ են լցնում, որ հալվի բաց լինի, ճանապարհները փորձում են որոշ չափով երթևեկ էլի դարձնել, իհարկե հիմա կլինեն այնպիսի ճանապարհներ, օրինակ այդ Սարավան Զանգեր հատվածը հաստատ բուք է, այնտեղ շատ ուժեղ ձյուն է գալիս, օй, թարմացանք, թարմ հոթը շնչեցի, իրոք նայում ես ու մոռանում ես ցրտի մասին, որ ցուրտ է, ներս մտնես, ներքև էլ կիջնենք, հրաշք է, հրաշք։ Մի հատ այստեղից էլ նայենք, մեր եղևն ու լույսերը վառենք, ահա, իսկական տոնական տրամադրություն, մի հատ այստեղից էլ նայենք, ոնց նայենք, եղևնին փակել է, մեր տեսադաշտը, Ինչքան սիրուն է, այ, շատ սիրուն է, այն որ ցանկություն առաջանում մոտս, իջնեմ ու քայլեմ, դուրս գամ, վազեմ, խաղամ երեխաների հետ և իմ մանկությունն էլ վերհիշեմ, ինձ թվում է այսօր ինձ այդ հնարավորությունը կլինի, քանի որ օրը կիրակի է, ես էլ աշխատանքի չեմ, տանն եմ, կփորձեմ իջնեմ դուրս։ Եղևնին էլ հենց ձյունածածկ, իսկական եղանակի հետ գնում է այս պահին ձյունածածկի անտառից նոր ենք բերել։ Եվ հիմա եկաներ բարձր տրամադրությամբ կոֆե դնեմ, խմենք, բոլորով էլ այսօր տանն ենք, այսօր աշնել աշխատանքի չի, լավ բոլորով տանը, ուրախ, տեսնենք ինչ ենք անում, ամանորյա, ինչ, չգիտեմ ինչ, որ մի բան կսարքենք, կարևորը բոլորով տանն ենք, կոֆես դնեմ։
Առայժմ 2 բաժակ դնեմ, աշոտը թող քնի, երբ կարթնանա նորից կխմենք։ Նոր մեկնաբանություններն եմ կարդում, ինչև կոֆեն կլինի, ես էլ ժամանակ ունեմ կզրուցենք։ Նոր մեկնաբանություններ եմ կարդում, մի անձնավորություն գրել է, «Ոյ, էդ ինչքան մի երկու բան ես առել, ուրախացել ես, թե բան ես տեսել, մի երկու բան ես տեսել, ուրախացել ես»։ Ասեմ, ես նման բաները արդեն մեկնաբանությունները հաշվի չեմ առնում նախ, դա ամեն մի մեկնաբանության մեջ երևում է տվյալ մարդու, տվյալ անձնավորության մակարդակը, ինչու՞ չէ նաև նրա բարի սիրտը։ Եվ այստեղ ես տեսա մի չար նախան սիրտ։ Աստված ձեզ հետ, ես միայն դա կարող եմ ասել, Աստված է տեսնում, եւ ես էլ չեմ նեղում, այսինքն ես ինչ եմ անում, երևի դու այնքան շատ առնում, բերում, լցնում, կուտակում ես, հետո էլ չգիտես ինչ ես անում, ինձ հարկավոր չի, ես երբ ուզեմ ինչ կառնեմ, շատ քանակություն լինի, քիչ քանակություն լինի, այս կյանքը դու պետք է ապրես քեզ հարմարեցնելով, քո համար հարմար լինի, ուրիշի համար կարևոր չի, հարմար է, հարմար չի, եւ ես բազմիցս ասել եմ մի հետաքրքիր ասացվածք է, չէ, որ ասում են դրսից ուրիշի աշկն ես հանում, ներսից քո, ինձ պետք չի, ինչ որ մեկին ցուցադրելու համար ես ինչեր գնեմ կամ ինչեր անեմ, հետո այդ գնացս չուտենք, այդ կադրից դուրս տանեմ, գցեմ աղբամանը, ոչ, ինձ ինչքան հարկավոր է, ինչքան պետք է, այնքան էլ անում եմ եւ Աստծուն փառք եմ տալիս նորից, որ կարողանում ենք բոլորով էլ աշխատել, ստեղծել, Աստծուն փառք նաեւ այս հրաշալի ձմռան համար, այս հրաշալի օրվա համար, որ մեզ այսպիսի գեղեցկություն է պարգևել, մենք էլ տեսնում, ուրախանում ենք, չեմ բորգանքում։ Արի, համեցի կոֆե խմի։ Այս էլ մեր կոֆեն։ Այս էլ մեր անմահական կոֆեն, առավոտ շուտ։ Արի տես ինչ լավ ձուն ա եկել, ձյուն է գալիս, փաթիլ, հյուր է գալիս, ձմեռ պապին, հա։ Այնիշն է ինչը։ Եվ հիշեցի հանելուկ, այն ինչն է, գալիս է փաթիլ, գնում է կաթիլ, ինչն է ինչը, ով կարող է ասել, իհարկե բոլորն էլ գիտեն պատասխանը, դա ջյունն է, գալիս է փաթիլ, հալվում, կաթիլ, հալվում, կաթիլ, գնում է։ Խմում եմ գնամ խանութ, հենց առավոտ շուտ, ժամը 9 չկա, թող առաջինը ես լինեմ, առավոտ շուտ գնամ, որ շատ բան չեմ վերցնելու, մի փոքր բանի համար հերթի տակ չընկնեմ, հերթեր են լինում այդ կասայում, կարող մի փոքր բանի համար ժամերով կանգնես, գնամ վերցնեմ, կամ համել մի հատ դուրս գամ, Ահա եւ ես որոշեցի իջնեմ դուրս, ձյան փաթիլները տեսեք խոշորացել են, մեծացել են, ինչքան ադր է եւ ես այս ոտնահետքերով պետք է գնամ խանութ գամ, այսօր ամբողջ օրը տվել ա որ ձուն ա գալու,
իհարկե եւ իմ տեսախցիկն է թրջվելու, հեռախոսս չթրջվի, որ շուտ կարելի աստեղ անցնողներ, գնացողներ, խրվեցինք այսքան, այս ինչ ձունը, ձուն, ահա, այսքան դրել է, ես այս ճանապարհով եմ գնում, բացվել է ոտի ճանապարհ, այս ինչքան լավ է, այս երեխեքը չեն կարող խաղան, իսկական հրաշք, մի հատ տեսակ ինչ գեղեցկություն է, ոյ ձունն էլ բրդեմանք է տվել են մայթերին, ինչքան սիրուն է, ես հիմա ինչքան բան տեսնեմ, կասեմ ինչքան սիրուն է, կամ էլ լուր անձայն նկարեմ, այս մայթով է ճանապարհ բացած չկա, ես պետք է սենց գնամ, սովորաբուտ շուտ երբ էլ գնանք, մեկ այս ձունը գալու է, չի կտրվելու, հրաշք է, սենց ձուն չէր եկել ես վերջի մի քանի տարիներին, որ ծառերը սենց ճկվեին ձյան ծանրությունից, ահա, Հատա գլխարկը դիրն ազա, գլխարկը, և ես էլ արդեն ասա խանութ, այս շենքի տակ այդ խանութը, մեր շենքից մի քիչ ներքև, հաճելի քայլելով, ուրախանալով, մարդիկ էլ քիչ են դրսում, բանավանդ որ կիրակի աշխատանքային չի, ահա, և ես իմ գնումը կատարեցի, Լիլիթին ձեռնոց եմ վերցրել ու գնամ։ Ահա, ճանապարհները ճիշտ է, մաքրել են, բայց դե սառած է, երթևեկությունն էլ կա։ Այսինքն խրտ ինչով էսա, ու իմ եկած ճանապարհով գնում եմ։ Ահա վերադարձա նորից շենք։ Ձյունն էլ ջրջարում։ Ջր, այ, հահա,
ավելով էլ թափտանք և դնենք տեղ ես իչան ներքև եկա ուրախացա բա երեխեքը ոնց կուրախանան Բարև ձեզ Ինչ ա եղել Ինչ ես անում Լիլիթ բանալին տունն ա Նկարեմ Էլ երեխա չկա շենքը բա ուր են Նորիկը Նորոն ուր են Նորոն գնացել է Երևան Հա մնացել եք մենակ Բա ձմեր պապի սարքեք հեսա Լիլիթն էլ կհիվանդանա Ես եմ էտ ջուն գերում եմ Հա դուք էլ ուրախանում եք Էդ ձմեր պապի եք սարքում Ինչի բա Դա չաղա Չաղա Չեմ անում Հա Հա օչ ես ինչ ես եղել Լիլիթ Նա ձեռը վրա Գրպանդ մցրու տեղը Գրպանդ Հեն է դուրս է եկե Ձմեր պապի եք սարքում սարք է Ձմեր մարդուկ Մի րոպե Ես էլ պատահիշեմ Մի րոպե Մի կեր Լիլի դու մրսելու ես Տեք տեսնենք Բայց այդ պիտի քաշեք Պիտի քաշեք Թույլիկ ես հա Աղրաս վեզա Հələ ոչ է Դավայ Որայ ջունի խանձերում է Պետք է ձնի Մի երկու անգամ որ քաշեք կլնի Տենում եք այդեղ պիտի քաշեք Ես որ մեքենաները գնացել են ընտեղ Լիլի ճանապարհ չհանես Ման նկարի գնում եմ Հապա ճանապարհը սա քարը Երեխաների ուրախությունը սահնակն է բերեցին Այսօր բայց շենքի երեխաները քիչ են, հիվանդ են Հե? Հիմա Մաքսիմին քաշեք Հա, չեք հոգնել, չեք սառել Ոտը դրա վրա Ես տակացամ հվազեցի Ուրախանալուց չեն մրսում Հա, ճիշտ է Հա, ուզում ես պարկես ձան մեջ, Լիլի Իլը հիշում էտ Ետ նստե մեզ մարդ Որ ես մաքսիմանը ես չի բախում Հա Որոշեցի մանկությունս վայելել, կամաց քաշի Գամտեղից լավ, Մաքսիմ, կամաց քաշի ես Չէ, կամաց քաշի, Մաքսիմ Լավ, Մաքսիմ Մոլա
չեմ ուզում, Մաքսիմ չեմ ուզում։ Լավ, всё։ Գոհ ենք, շնորհակալ ենք, նկշ լավ էր, բայց այստեղ զգում եմ, որ ես շատ եմ մեծացել։ Լավ է։ Շատ ծանր եք։ Լիլիթ ավտո է գալիս, սպաս, հա լավ նենց գնա։ Շատ ծանր է երեխեք։ Ես էի քաշուղը ասում եմ թեթևի մեջ։ Հացի, հաջող ձեզ։ Մի քիչ եկեք տուն տաքացեք նոր, Լիլիթ։ Պապի եփեք սարքում, կանչեք, որ գամ նկարեմ։ Հա։ Երեխեքի հետ խաղացի, ուրախացա և անցնում գնամ տուն իմ գործերին։ Ձյունա գա, բայց տաք է, անես չի, որ շոտ ցուրտ է, լավ տաք եղանակ է։ Էլ ինչ գան։ Մալդը գնացի դուրս խաղացի, թարմացա, սովածացա եկա, իհարկե բոլորս էլ սոված ենք, հաց մաս դնենք, հաց ուտենք, ինչ տաքա դուրսը, ձյունա գալի, առատ ձյուն, բայց եղանակը տաք, են որ իջնում ես, չես մրսում, երեխաների շատ ես եմ ուրախացել, ոգևորվել, թող տաք անա, լավ էլի է շատ է, ամ ասում ես հիվանդ եմ, համ կատակներդ սկսում ես, հա? Արա լավ չէ։ Ասի, աշոտը հիվանդ է, բայց դե Սա հումո… դուք եք վարակել։ Ով? Դու պապան։ Հա? Առողջ իմ համար տեսնացին։ Առողջ քո համար այդ հիվանդությունը փոխանցվում է, սերունդ է սերունդ։ Դուք ժրել եք, ինձ եք գցել եք կրակ։ Փոխանցվում է։ Դե ինչ անենք այ Աշոտ ջան։ Գործի տեղն ես մրսե։ Ցուրտ է գործի տեղը։ Գոնե մի խոս, հա։ Քիչ համ սերտը թվում է, Դե շոքա էլ է, էլ ես դուրս մրսել ես։ հա։ Պատվալը մի բան գա հորած պանիր կար, բերեր։ Հե? Պանիր եք ուզում, հորած պանիր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ոնց եք։ Չինչել է։ Ոյ Լիլիթի ոտերը։ Ասի ես եկա, որ քեզ եւ ինչ եմ ասում, расскажи-ка, Снегурочка, где была? Էսի չես արե։ Զգույշ, էսի որտեղ ենք տանում կախենք։ Լիլիթ, կոշիկները թանի էստե շոր եմ դրել, այդ շորի վրա։ Իմ սապոգներն եմ դրել։ Распаковка. Ой-ой-ой.
Դիր այդ շորի վրա գցի։ Շորի վրա դիր սապոկները, շորի վրա, միայն շորի վրա։ Քաշ վարդի։ Ահա։ Իսկ կողմից դիգոժը չեն կոտոներ։ Լավ սպորտս պետք է։ Իքրա սպասարկում է, հյուրերը տենց պիտի լինեն, գան, կոֆեն դնեն, հա, իրաց ձեռով, խմեն գնան։ Ալիս է տրամբագի շորի տագեն վերջին։ Ահա, վաղը կտենակ ձեզ, լավ։ Բարձրունից, ասում եք ձեր գյուղում տես ձուն չկա, շատ։ Ես չեմ խմում։ Գամ ձեր գյուղ։ Դա չի է շատ։ Ես երբ գալիս եմ դուք տունը չեք, նվարդնա երեխեքը։ Մեր գործն է դա։ Նոր տարին տունը կգա։ Այ, կգանք, Խմուկ Ստեվանի վերի գլոխը նստում։ նոր տարում կգանք։ Անազո, ես արարը դու, դες ծերս միամիտ մի Հələ սպասի։ Արաղս ճարիք խմակ, ես լավ, ես տարի ուրեմ չխմամ։ Տիրան ջեմ ու ասում եմ թազա շիշ կբացեմ։ Չէ, ես տարի քիչ եմ քաշ, որ մենակ գինի։ Բայց չի չափի։ Հիմա գինի կխմես։ Քերմուջ եմ ասում։ Ես մարդը վարորդա, խմի, վարորդական իրավունքից զրկվի։ Դու կարաս քնություն տաս իրա տեղը։ Ես չեմ գա։ Նազենն է բանը քաշի։ Խմես մեջ։ Վարդը զարգեսը։ Վայ։ Լավանջատին եմ, մեր տատիկով է։ Ախանա։ Դմբո կոֆետ կմի էթայ։ Կոֆեսկոն։ Այդ ոստոն։ Բավոր մանուտի։ Որ հանգած մետանելա, պապայի ասել եմ, որ նստիրեզոր կմես։ Չնար չասեմ է, կասեմ կնայի։ Կնայի, իրանք սավ նայում են։ Լից, հա, թողա։ Ես տարի կբախ է ջոր կոլեգա։ Հո, հողամասս լիքը ջուր կլնի, ուրախացեք։ Հողամասի ջուրը ապահովեց։ Ասանդր է կապը։ Են աղջիկը սառած եկավ, չայ խմում ա գոնե, լավ խաղաց, բայց Լիլիթը ճաշ չի ուտու, օթով ասանվում Լիլիթը, դե, հյուրերը գնացին, ես էլ սեղանը հավաքեմ, ինչ հյուրասիրեցինք, Ղավուրմա, ինչ կար տանը, համեղ ուտելիքներ, մի խոսքով սեպոյի թթում, ղավուրմա և այսպես։ Մնաց ամանները, սեղանը պատրաստ եմ և ինչ եմ պատրաստում, թթուն եմ տանում, կծուբի բարը, մայոնեզ, ասեմ, որ ես մայոնեզը առաջ անգամ ենք առել, փորձում ու շոտ դուրներս եկել է, շոտ լավներ։ Խանութում ես առաջի անգամ տեսա և մտածեցի, որ առաջի անգամ ինչ լինում է, որակը տեղն է լինում և ինչ եմ պատրաստել, գրեչկա, հնդկաձավար, հաց, մաց, սեպոյի թթու, այստեղ կծու կետչուպ էլ կա,
Ջուրը ոնց որ դադարել է արև դուրս եկա, բայց հետո նորից ամպեց։ Չգիտեմ վաղը ջուն լինելու է թե ոչ, բայց ասեմ, որ այսօր շատ հաճելի էր։ Ես էլ փոքրերի հետ, երեխաների հետ խաղացի, ուրախացա։ Շատ լավ էր։ Կտրվեցի հոգսերից, գործերից, նոր տարվա այդ խառնաշփոթությունից։ Ջուրն էլ ահա վել է կոֆե պատրաստեմ, 3 հատ խմենք ու նախապատրաստվեմ վաղվան, որ գնամ աշխատանքի։ Աշոտը քաղցր ուզեց, ինքը քաղցրի սիրահար է, մենք չէ։ Գիշերվա կես էլ չի, Աշոտը որոշեց, որ ինչ անի։ Խոսա։ Խոսա։ Թող քնեմ ձուկ ասիկ սարքեմ։ Հա մուզիկ 10,000 դրամ կտամ ձուկ սարքեք, ես էլ եմ։ Ինչ ես ուտ ասում Աշոտ։ Որ ձուկ սարքեմ 10,000 դրամը տամ։ Որոշեց, որ ձուկ սարքի իր բաղադրատոմսով։ Թե ինչ բաղադրատոմսա, սպասեք, հետևեք Աշոտի էջին։ Պերեբոյս ենք, բայց ուզում ես խոսած։ Հետևեք Աշոտի էջին և կտեսնեք։ Այստեղ Աշոտը ինչ չունի։ տոմատ անեցրել, մի 2 գթալ թթվասեր, լիմոն։ Լիմոնը թխես ճազմ է բան արել դες պահ է։ Ուրիշ լիմոն չկա այս տան մեջ։ Երկու հատ երկա լիմոն ունեիք։ Էնա մեծը։ Կոճերը գնաց մեջ է։ Ոչինչ։ Օրես։ Էտել ծո։ Թոթալ համոնի գանգն է արա։ Չիչազով։ Տեսնես որ այդ մեծ լիմոնն է։ Բանի պիտանի չեն բայց դու էլ ինչ համեմատություններ ես անում։ Չի լում, ավելի լավ է մեր տեղական լիմոնը, ահա։ Չէ, Աշոտ, ստե մեծ էներգիա, ուժ։ Կարմիր բիբար լցրեցիր։ Աղտուր։ Աղա հենա, դրել եմ, կարմիր պղպեղը դրել եմ։ Վերցնեմ կարմիր պղպեղը։ Հա։ Եվ բուսայուղ, Աշոտ չի ասում է, ես Ինչ աղում բրակ տոմատ է։ Ինչն է բրակ տոմատ։ Այդ տոմատ եմ ասում, լիմոն։ Ինչ տոմատ է, տոմատ։ Իհանի, ես մեկը չէ։ Իվան դեր, մամա։ Ես խեր ձկներին ես ինչ օրի դրիր։ Փորների մեջ լիից։
Այդ անֆոլկան բերեմ։ Հենց դե ես։ Հա։ Ինչա տոնած առիթ լույսերը անջատած լիլի։ Ոյ։ Ինչի միացրու։ Արա պիտի փոչերը կտրեի։ Կտրեիր։ Կտրի, որ հերիքի, լավ։ Հետո նոր որոշի, փոչերը կտրես Վարշավիրանոց դնես։ Հնան։ Ահա։ Ահա։ Ան։ Տուն։ Ինչ տուն։ Տուն ասում եմ, տուր։ Անես ասում, ես ասում եմ տուն։ Ան։ Ոնց որ մկրատնե պիտի տաս։ Վերջ, առաջի մասին։ Պատրաստ է կարակուտեք։ Դնում ես ջեռոց։ Արա կոֆե մոռացա առնեմ։ Եստը։ Եվ վերջ, դոդոմ, ինչ էլ պակեսի, աշո։ Ակա, ինչ էլ լավ եղավ։ Ու տեսքը հիանալի է, մնում է, որ համա։ Համովա սեղանի հացում եմ։ Պատիր սեղան։ Դրածա սեղանը տեղնա, ամեն ինչը տեղ արեք։ Լավ էլ արագեփվեց, ձեզ էլ ասենք բարի գիշեր։ Սա էլ Աշոտի պատրաստած ձուկը, ինչու՞ չէ նաև իրա որսած ձուկը։